Եթե ինչ-որ մեկի աշխատանքը ձեզ դուր է գալիս, ոգեշնչվեք, փորձեք, սխալվեք, նորից փորձեք, միգուցե ձեզ մոտ ավելի լավ ստացվի, բայց մի վերցրեք և ներկայացրեք ձերը, մի խաբեք ոչ ձեզ, ոչ ձեր հետևորդներին։ Երեկ իմ ծանոթ տիկնիկագործ աղջիկներից մեկն ինձ նամակ է գրում, ուղարկում է նկար և ասում է, որ ճանաչելով իմ ձեռագիրը վստահ է, որ ինչ-որ աղջկա էջում տեղադրված նկարն իմ աշխատանքն է։ Բնականաբար ես փնտրում եմ, գտնում եմ այդ հրապարակումը և այդ աղջկան շատ բարեկիրթ ձևով գրում եմ, որ հարգելիս, սա ձեր աշխատանքը չէ, բարի եղեք կամ նշեք աղբյուրը, կամ հեռացրեք հրապարակումը։ Ինչ եք կարծում, ինչպես արձագանքեց այդ աղջիկը։ Բնականաբար չընդունեց, որ ինքը սխալ է արել։ Նախ գրեց, որ ինձ չի ճանաչում, հետո երբ փորձեցի բացատրել, թե խնդիրն ինչումն է, նա ինձ գրեց, որ միայն նկարի գույներն է փոխել արհեստական բանականությամբ։ Ինչքան հեշտ է, չէ՞, այսօր ուրիշի աշխատանքը մատի մեկ հպումով քոնը դարձնելը։ Շատ հանգիստ են անում նման բաներ, առանց մտածելու, որ այդ նկարի ետևում կա մարդ, կամ փորձեր, կա աշխատանք և ժամեր։ Ամենացավալին այն էր, որ այդ հրապարակման տակ գին էին հարցրել և ինքն էլ իրեն իրավունք էր վերապահել արժեք տալու այդ աշխատանքին։ Եվ մինչև վերջ այս աղջիկը չի ընդունում իր մեղքը, գրում է, որ մոդելը չի հեռացվելու էջից և ինքը շատ լավ գիտի Instagram-ի կանոնները և ես ոչինչ չեմ կարող անել։ Ես գրում եմ բարի, տալիս եմ ժամանակ, որ մինչև այս ժամը ունեք ժամանակ։ Եթե չհեռացնեք հրապարակումը, համապատասխան մարմինների կողմից զանգ կստանաք։ Եվ ես փորձում եմ Instagram-ին պաշտոնական նամակ ուղարկել, որի համար ինձ պետք էր մուտք գործել այդ աղջկա էջ, հենց այդ հրապարակումով նամակն ուղարկելու համար և տեսնում եմ, որ էջը փակ է արդեն։ Բայց մենք ապրում ենք 21-րդ դարում և բոլորիս տանն էլ, եթե 3 չէ, գոնե 2 հեռախոս կգտնվի։ Բնականաբար ես ուրիշ հեռախոսով մուտք եմ գործում այդ աղջկա էջ և տեսնում եմ, որ հրապարակումը ջնջված է։ Ի ուրախություն ինձ իհարկե։ Ես ընտրել եմ ստեղծելու, ոչ թե վերցնելու և ներկայացրելու ճանապարհը։